Շնորհակալություն, ես ուղղակի ընթացակարգի հետ կապված երկու հանգամանք նշեմ, ես կներկայացնեմ մի քանի խումբ խնդիրներ, խոսքը կփոխանցեմ գործընկերոջ Տիկին Մելոյանին, այնուհետև ամփոփումը կներկայացնենք ներկայացված դիմումին եւ վստահ եմ կհասցնենք սահմանված ժամանակահատվածում։ Իրեք կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացը ամենաառանցքային երևույթն է։ Ժողովրդավարության տեսանկյունից ամենասկզբունքային ժամանակահատված։ Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 7-ից մեկնարկել էր այս ընտրական փուլը։ Փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում մենք արձանագրել ենք այնպիսի խախտումներ, որոնք ընդհանրապես հակասել են ընտրական գործընթացի սահմանադրականության էությանը։ Հայաստանի Հանրապետությունը կարծես թե եվրոպական երկրների մեջ այն եզակի երկրներից է, որտեղ իշխանությունը եւ իշխանությունը ներկայացնող կուսակցությունը սերտաճել է։ Եվ դա տեղի է ունենում 2026 թվականին։ Սերտաճման դրսևորումը հենց հանդիսանում է այն, որ նույն պաշտոնատար անձը խոսում է կենսաթոշակներ չբարձրացնելու մասին, այնուհետև այն իրականացնում է այլևս նախագահի հրամանագրի հաջորդող ժամանակահատվածում եւ ամենակարևորը իր ողջ նախընտրական քարոզարշավը կառուցում է դրա շուրջ։ Մենք ունեցել ենք մի նախընտրական շրջան, որը իր մեջ պարունակել է ատելության խոսքի ամենագարշելի երևույթները, ամենաանընդունելի երևույթները, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որևէ պատշաճ գնահատականի չեն արժանացել։ Բայց վարչական դատարանի կողմից այն արձանագրվել էր որպես խախտում հանդիսացող երևույթ։ Արդյոք այն կանխեց նշվածը, բնականաբար ոչ։ Եվ նման ատելության խոսքի դրսևորում արել է մեկ քաղաքական ուժ, եւ դա քաղաքացիական պայմանագիր։ Եվ այդ ատելության խոսքի տարածումը իր ազդեցությունը ունեցել է ընտրողների ազատ կամքի արտահայտման ձևավորման վրա։ Հենց նույն այս նախընտրական շրջանում մենք տեսել ենք ինչպես է վարչական ռեսուրսի չարաշահումը դառնում ամենատարածված գործիք։ Այն որևէ մի արգելակ չուներ։ Լինեին հողակներ, լինեին պոակներ, լինեին իրավապահ մարմիններ։ Ընդհանրապես մենք տեսանք նաև ինչպես կարող է օրինակ դպրոցի կրթական հաստատության դասաժամը ընդհատվի, ինչավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է քարոզարշավ իրականացնի։ Դրա վերաբերյալ ևս կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ գործողություն չի ձեռնարկել։ Իհարկե, մի գործողություն դրանց շքերթում, որ կատարվել էր, դա իրավասու մարմնի դիմումների հասցեարկում էր։ Մենք դիմեցինք վարչական դատարան եւ վարչական դատարանը հաստատի արձանագրեց, որ ԿԸՀ-ն իրացրել է իր հայեցողական լիազորությունը։ Դրանով անուղղակիորեն հաստատվում է, որ վարչական ռեսուրսի չարաշահում եղել։ Մենք կից ներկայացրել ենք վարչական դատարանի վճիռները, կարծում եմ դրան առավել քան խոսում ենք։ Մենք ունեցել ենք մի նախընտրական քարոզարշավ, որտեղ հակակոռուպցիոն կոմիտեն եւ իրավապահ մարմինները վերածվել էին սեր քարոզչության գործիքի։ Սա մեծ ցավով եմ ասում։ Եվ մի զարմանալի հանգամանքներ եմ ուզում նշել։ Այս համատարած խնդրի վերաբերյալ, որտեղ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին վերագրվում էին երևույթներ առանց որևէ նվազագույն փաստական հիմքի եւ անմեղության կանխավարկածը վերածվում էր ամենից տրորվող երևույթի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձագանքել էր դրան։ Երևի թե այս ամբողջ ընտրական գործընթացի փետրվարի 7-ից մինչև հունիսի 7 եւ հաջորդող ժամանակահատված միակ իսկապես անկախ դիրքերից հանդես եկած գրությունն էր, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորել էր հակակոռուպցիոն կոմիտեին զերծ մնալու նման գործելավոճից։ Բայց ինչ է տեղի ունենում։ Հենց նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կարգավիճակ դիտորդի ունեցող անձը հրապարակավ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաբերյալ այնպիսի գնահատականներով, ինչպիսիք են ԿԸՀ-ն կամ պետք է արմատապես փոխվի, կամ դադարի գոյություն ունենալ։ Սա ասում է ԿԸՀ-ի կողմից որպես դիտող համարվող ակտ։ Բայց ցավը նրանում է, որ ԿԸՀ-ն նման գրություն հասցեագրելով որևէ կերպ հետևողական չի լինում դրան։
Մենք այս ընտրություններին տեսել ենք մի իրավիճակի, որ ԵԱԿ ԺՄԻԿ-ի կողմից արձանագրվել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի ավելի քան 90%-ը կազմված է եղել պետական եւ հանրային հատվածի աշխատողներից։ Սա կուսակցապետությունն է, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, եւ սա վարչական ռեսուրսի չարաշահման օջախն է։ Այնուհետև իհարկե, մենք նաեւ տեսել ենք, թե ընտրական գործընթացի, այսպես ասած, վարչական ռեսուրսի չարաշահումներից, ապօրինի ռեպրեսիաներից, քաղաքական հետապնդումներից, իրավապահ մարմինների գործիքակազմը որպես զենք միջամտող ընտրական գործընթացին իրացնելու շրջափուլից անցում կատարեցին քվեարկության օրվան։ Իհարկե քվեարկության օրվանը նախորդող մի քանի օրերին ամենաինտենսիվ քրեական վարույթների հարություններն էին տեղի ունենում, եւ ինչն է շատ կարեւոր, դրանցից ոչ մեկը, այսպես ասած, տաք հետքերով քրեական վարույթ չէր։ Դրանք կարող էին ամիսներ շուտ հարուցված լինել։ Դրանցով կարող էին գործողություններ կատարվեին շատ ավելի վաղ ժամանակահատվածում, բայց չեն կատարվում։ Ընդհանրապես իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է լիներ առաջինը դրան արձագանքելու տեսանկյունից, փոխարենը առաջինն էր, որ թույլատրում էր այդ ամենը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է արձագանքեր նրան, թե ինչպես է ստացվում, որ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ընտրական օրենսգրքում տեղի են ունենում ֆունդամենտալ փոփոխություններ, որն էլ պատճառը հետևանքային կապի մեջ է, թե ինչի ունենք շուրջ 17,000 անվավեր քվեաթերթի։ Բայց դուք իհարկե դուք որևէ գործողություն չեք ձեռնարկել։ Քվեարկության օրվա հետ կապված ես խնդրեմ Տիկին Մելոյանը շարունակի, այնուհետև ամփոփեմ։